Ժողովուրդյան, գիտեք, ծնեբեկը ինչքան առողջավար է օրգանիզմի համար, և շաքարային դիաբետիկներին, և արյան ճնշում ունեցողներին, և բարձր խոլեստերին ունեցողներին, և այն համարվում է հակաուռուցքային, հակաբորբոքային։ Պատկերացրեք, ծնեբեկը հրաշք է, ինչպես ենք օգտագործում, քաղում ենք ծնեբեկ, իհարկե մենք եկել ենք այնպիսի տեղ, որ լիքը ծնեբեկ կա, խոտերի մեջից մենք քաղում ենք, և իհարկե ինչպես պետք է անենք, այս վերի մասը մի քիչ տակի մասը կտրում ենք, հենց այսպես մաքրում ենք և օգտագործում։ Հիմա կասեք, Տիկին Վահանյան, պետք է լվանակ, բայց մենք այնպիսի վայրում ենք, որ ամեն ինչ, բուսականությունը, մաքուր, ընտիր, օդը մաքուր, փոշիներից հեռու, պատկերացնում եք, այնպես որ մինչև տուն հասնումը ես իհարկե ավելի շատ կհավաքեմ և մնացածը կօգտագործեմ աղցանների մեջ։ Այն իհարկե նաև խաշում եմ։ Մի փոքր շոգ խաշում ենք, վրան ավելացնում ենք, կամ ձու, կամ մի փոքր ձիթապտղի յուղ, մի փոքր աղ, մի փոքր ձեթ, մի փոքր էլ իհարկե սև մեղրատ, կարող է կանաչիների լայն տեսականի անել, նաև հենց սրա վրա հում վիճակով աղցան պատրաստելու համար։ Մի խոսքով իմ շատ սիրելի ժողովուրդ, ծնեբեկը ամեն ձևով օգտակար է, բայց ավելի շատ այն օգտակար է։ Հենց այսպես, եթե քաղում ես, դաշտում նստած և ուտում ես։ Ես այստեղից նաև պետք է տանեմ տուն։